Ղուկաս 11-րդ գլուխ։ Պատահեց, որ Հիսուսը միտեղ աղոթքի էր կանգնած, և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տեր, մեզ աղոթել սովորեցրու, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»։ Նա ասաց նրանց. «Երբ աղոթքի կանգնեք, ասեք. Հայր մեր, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա, մեր հանապազօրյա հացը տուր մեզ ամեն օր, և ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք էլ ներում ենք ամեն մարդու, որ հանցանք է գործում մեր դեմ, և մի տար մեզ փորձության»։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզնից ով է, որ բարեկամ ունենա, գնա նրա մոտ կեսգիշերին և ասի նրան. բարեկամ, ինձ 3 նկանակ փող տուր, որովհետև իմ բարեկամը ճանապարհից եկավ ինձ մոտ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ, իսկ նա ներսից պատասխանի և ասի. ինձ նեղություն մի տուր, որովհետև դռները փակված են, և երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ և քեզ հաց տալ։ Ասում եմ ձեզ, եթե բարեկամության համար էլ վեր չկենա և հաց չտա նրան, նրա թախանձանքի պատճառով վեր կենալով կտա նրան, ինչ որ պետք է։ Եվ ես ասում եմ ձեզ. խնդրեք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, բախեք և կբացվի ձեզ համար, որովհետև ով խնդրում է, առնում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ։ Ձեզնից ով է այն հայրը, որի որդին, եթե ձուկ ուզի, միթե ձկան փոխարեն օձ կտա նրան, և կամ ձու ուզի, միթե կարիճ կտա նրան։ Իսկ եթե դուք, որ չարեք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որչափ առավել ձեր երկնավոր հայրը բարիքներ կտա նրանց, ովքեր ուզում են իրենից։ Եվ Հիսուսը բժշկեց մի համրի, որի մեջ դև կար, և երբ դևը ելավ, համրը խոսեց, և ամբողջ ժողովուրդը զարմացավ, և նրանցից ոմանք ասացին. Դա դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով։ Իսկ ուրիշները փորձում էին նրան, և երկնքից նշան էին ուզում նրանից։ Իսկ նա, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, նույնպես և ամեն ընտանիք, որի անդամները կռվում են միմյանց հետ։ Արդ, եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվեց, նրա թագավորությունը ինչպես կարող է կանգուն մնալ։ Որովհետև իմ մասին ասում եք, դա դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով։ Եթե ես դևերին հանում եմ Բեեղզեբուղի միջոցով, ձեր հետևորդները ինչով են հանում։ Դա ցույց է տալիս, որ դուք սխալ եք։ Իսկ եթե Աստծու ուժով եմ հանում դևերին, ապա Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։ Երբ հզոր մի մարդ լավ զինվի պահպանելու իր տունը, նրա ինչքն ապահով կլինի։ Բայց եթե նրանից ավելի հզորը գա նրա վրա և հաղթի նրան, նրանից կհանի այն զենքերը, որոնց վրա հույս էր դրել, և նրա ավարը կբաժանի։ Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Երբ պիղծ դևը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում, և երբ չի գտնում, ասում է. վերադառնամ իմ տունը, որտեղից ելա, և գալիս է ու գտնում այն մաքրված և կարգի բերված։ Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար 7 այլ դևեր և մտնում բնակվում է այնտեղ։ Եվ այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը։ Եվ մինչ Հիսուսն այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց և ասաց. Երանի այն որովայնին, որ հղացավ և սնեց քեզ։ Եվ նա ասաց. Մանավանդ երանի նրանց, որ լսում են Աստծո խոսքը և կատարում այն։ Եվ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնվեց, սկսեց ասել. Այս սերունդը չար սերունդ է, նշան է ուզում, և նրան երկնքից այլ նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից, որովհետև ինչպես Հովնանը նշան եղավ նինվեացիների համար, նույնպես մարդու որդին նշան կլինի այս սերնդի համար։ Հարավի դժխոն դատաստանի ժամանակ հարություն պիտի առնի այս սերնդի մարդկանց հետ և պիտի դատի նրանց, որովհետև նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը։ Բայց ահա Սողոմոնից մեծը կա այստեղ։ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ հարություն պիտի առնեն այս սերնդի հետ և պիտի դատեն նրան, որովհետև Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, բայց ահա Հովնանից մեծը կա այստեղ։ Ոչ ոք ճրագը վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը կարողանա տեսնել։ Մարմնի ճրագը աչքն է։ Երբ աչքն առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի։
Արդ զգույշ եղիր։ Գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է եւ նրա մեջ խավարի մաս չկա, ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ։ Եվ մինչ նա խոսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մոտ ճաշի, եւ նա մտավ ու սեղան նստեց։ Երբ փարիսեցին տեսավ, զարմացավ, որովհետև Հիսուսը ճաշից առաջ չլվացվեց ըստ կրոնական օրենքի։ Տերը նրան ասաց. Այժմ դուք փարիսեցիներդ բաժակի եւ պնակի արտաքինն եք մաքրում, իսկ դուք ներքուստ հափշտակող եք եւ լի չարությամբ։ Անմիտներ, չէ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց։ Բայց տեսեք, թե ինչն է իսկապես արժան։ Ողորմություն տվեք, եւ ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։ Բայց վայ ձեզ, փարիսեցիներիդ, որ տասանորդ եք տալիս անանուխի, փեգենայի եւ ամեն տեսակ բանջարեղենի, բայց զանց եք անում Աստծո արդարությունն ու սերը։ Այս բաները պետք էր անել, բայց մյուսները զանց չանել։ Վայ ձեզ, փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն եք սիրում, իսկ հրապարակներում առաջին ողջույնները ստանալ։ Վայ ձեզ, որ անհայտ գերեզմանների պես եք։ Մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն։ Օրենքի ուսուցիչներից մեկը պատասխանեց եւ ասաց նրան. Վարդապետ, այդ բաներն ասելով մեզ էլ ես նախատում։ Եվ նա ասաց. Վայ ձեզ եւս, օրենքի ուսուցիչներ, որ մարդկանց դժվարակիր բեռներ եք բարձում, բայց դուք ինքներդ մեկ մատով իսկ բեռներին չեք դիպչում։ Վայ ձեզ, որ մարգարեներին շիրիմներ եք շինում, մինչդեռ ձեր հայրերը նրանց սպանեցին։ Դրանով վկայում եք, որ կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններ եք շինում։ Դրա համար Աստծո իմաստությունն ասաց. նրանց մեջ մարգարեներ եւ առաքյալներ կուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, որպեսզի այդ սերնդից պահանջվի արյունը բոլոր մարգարեների, թափված աշխարհի սկզբից, Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որը կորստյան մատնվեց զոհասեղանի եւ տաճարի միջև։ Այո, ասում եմ ձեզ, պիտի պահանջվի այդ սերնդից։ Վայ ձեզ, օրենքի ուսուցիչներիդ, որ թաքցնում եք գիտության բանալիները, դուք չեք մտնում եւ մտնողներին էլ արգելում եք։ Եվ երբ այս բոլորը նրանց ասաց, ամբողջ ժողովրդի առաջ ամոթահար եղան։ Եվ դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավեճի բռնվել նրա հետ շատ բաների համար։ Եվ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խոսքեր որսալ, որպեսզի չարախոսեն նրա մասին։